Դրանց վերաբերյալ Բաբայան Արսենը փաստաբանը կարող է ավելի հստակ բարձրաբանումներ տամ, բայց այդ փունջը, որ ներկայացված է, ես կարծում եմ կզարդարեր Ալ Կապոնեի կենսագրությունը։ Ինձ հետ որևէ առնչություն բնականաբար չունեն։ Հիմա իմ խիղճը հանգիստ է, թե հանգիստ չէ։ Գիտեք ինչ, ես չեմ կարծում, որ այստեղ որևէ մարդ կա, կամ այս օրերին որևէ մարդ կա, որը որ հանգիստ է ընդհանրապես։ Իսկ ես այս առումով հանգիստ եմ Աստծո հետ, ինքս ինձ հետ, եւ ինչ-որ մեկի ընտանեկան արխիվից ենթադրաբար հրապարակված տեսագրությունը, որ վերագրվում է ինձ, չի կարող անհանգստություն բերել իմ խղճի։ Դուք գիտեք մարդիկ, որոնք նախասիրություններ ունեն, չէ, իրենց ընտանեկան ալբոմից, արխիվներից ինչ-որ հրապարակումներ անեն։ Ու չի բացառվում, ինչ-որ մարդիկ իրենց ընտանեկան արխիվից ինչ-որ ինտիմ բնույթի տեսանյութեր են հրապարակել, փորձելով տարբեր հնարանքների միջոցով դա կապել իմ անձի հետ։ Դա իմ խիղճը չի կարող վրդովեցնել։ Իհարկե դա ցավալի է, որովհետև անախորժություններ է ստեղծել ինձ հարազատ մարդկանց համար, անհարկի անախորժություններ, անարդար անախորժություններ, բայց դրանից ոչ իմ վճռականությունն է նվազել, ոչ էլ ես ինչ-որ ձևով ընկճված եմ եւ կամ խոտրված։ Բառերի մեջ ընտրություններ կարելի անել, ճգնաժամ, պառակտում, տարբեր բառեր կարելի է օգտագործել, բայց իմ ընկալումով պարզապես ջրերն են պարզվում։ Ստեղծվել է մի իրավիճակ, որ յուրաքանչյուր անձ այլևս հարկադրված է հանդես գալ այնպիսի դեմքով, ինչպիսին ինքը նախընտրում է, որը ինքը նախընտրել է։ Հիմա այդպես կարծում եմ շատ ավելի ազնիվ է։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա ինքը ում հետ գործ ունի, յուրաքանչյուրը պետք է հայտարարի, թե ինքը ինչ պատկանելություն ունի, ինչ կեցվածք ունի։ Եվ ես այդ առումով շատ դրական եմ գնահատում։